Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արդեն երկրորդ երկի 9-րդ գլուխը, որը ինքը կոչվում է Շուկադեվը Գոսվամիի պատասխանները։ Եվ ես կարդամ տեքստը, ու մենք սկսենք մեր քննարկումը։ Շրիմադ Բհագավատամ երկրորդ երկ 9-րդ գլուխ 5-րդ տեքստից։ Տեր Բրահման այս տիեզերքի առաջին հոգևոր ուսուցիչն ու այս տիեզերքի ղեկավարը այդպես էլ չկարողացավ պարզել, որտեղից է աճում լոտոսը, որի վրա ինքը նստած էր։ Խորելով այն մասին, թե ինչպես սկսել նյութական աշխարհի արարումը, նա չկարողացավ որոշել ոչ ստեղծագործական գործունեության ճիշտ ուղղությունը, ոչ այն ձևը, որով այն պետք է իրականացվի։ Եվ մինչ Բրահմաջին գտնվելով ջրի մեջ մտածում էր այս մասին, երկու անգամ լսեց երկու վանք, որոնք միացած էին իրար եւ արտաբերվեցին իրեն շատ մոտ։ Դրանցից մեկը Սպարշա Այբուբենի 16-րդ, իսկ մյուսը 21-րդ տառն էր։ Միավորվելով դրանք դարձան նրանց հարստությունը, ովքեր երդվել են հրաժարվել աշխարհից։ Լսելով այդ ձայնը, նա սկսեց շուրջը նայել, փորձելով գտնել դրա աղբյուրը, բայց բացի իրենից, ոչ ոքի չգտնելով, լավագույնը համարեց լոտոսի նստատեղի վրա նորից իր տեղը զբաղեցնելը եւ հետևելով ստացած հրահանգներին, իր բոլոր մտքերը կենտրոնացրեց ճգնություն կատարելու վրա։ Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, մեր այսօրվա տեքստերը իրենք բավականին լուրջ են, հա, եւ արդեն խոսում են արիացիների պատկերացումների մասին արարչագործության հետ կապված։ Ուրեմն այստեղ ելակետը պետք է լինի այն, որ Տեր Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է։ Ինչի մասին է խոսքը։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ երբ որ կենդանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, առաջի բանը, ինքը հոգևոր աշխարհում արդեն, առաջի բանը, որ իր մոտ ուրեմն ձևավորվում է, դա եսակենտրոն գիտակցությունն է։ Եսակենտրոն գիտակցությունը, երբ որ ձևավորվում է, այսինքն երբ որ ազնվորությունը ինքը կարևորում է իր սեփական բավարարվածությունը եւ կարող է այդ հիմքի վրա արհամարհել մնացած ամեն տեսակի երևույթների կամ ազնվորությունների կարևորությունը։ Երբ որ կենդանիակը ձեռք է բերում այդ գիտակցությունը, չէ, դա արդեն նշանակում է, որ իր արժեքային համակարգը, չէ, փոխվեց։ Եվ մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, որ այդ բանալիում Գերագույն Աստծո ազնվորությունը անմիջապես, վայրկյանապես, ընդհանրապես կտրում է կենդանիակին հոգևոր աշխարհից նրա գիտակցությունը եւ տեղափոխում է իր ուշադրությունը նյութական աշխարհի վրա։ Հիմա այստեղ նկարագրվում է, թե ինչ է կատարվում կենդանի էակի հետ, երբ որ ինքը հայտնվում է նյութական աշխարհում, այսինքն երբ որ կա նյութական տարածքը, հա, то есть այն որտեղ որ կենդանիակը ինքը կարող է իրականացնել իր էգոիզմը, հա, բայց դեռ չկա ոչ մի բազմազանություն։ Այդ կենդանիակը առաջի անգամ հայտնվեց նյութական տարածքում։ Ինչպես տեսանք, առաջի բանը, որը փորձում է անել կենդանիակը, դա է, որ ինքը փորձում է հասկանալ, թե ինքը որտեղից առաջացավ։ Այսինքն արիացիները, չէ, իրանք ներկայացնում են այդպես, որ Տեր Բրահման ինչ է կատարվում։ Հեսա մի քիչ հետո արդեն
արարման մասին խոսքը կգնա, այնտեղ ավելի մանրամասը կքննարկենք այդ փուլերը, երբ որ արարիչը ինքը 3 մարմնավորումներ է տալիս, սա հիմա ուրիշ է մեր թեման։ Ուրեմն տեսեք, արդեն կա նյութական տարածքը, չէ՞։ Եվ կենդանի էակը ինքը առաջի անգամ հայտնվեց նյութական աշխարհում։ Ինքը ստացավ առաջի փորձը։ Իր ամբողջ գոյության ընթացքում ինքը առաջին անգամ ծնվեց, որովհետև մինչև դա հոգևոր աշխարհում ինքը հավերժ էր եւ ընդհանրապես չգիտեր ինչ է նշանակում ունենալ ժամանակավոր մարմին։ Արիացիները իրանք նկարագրում են, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը կամ այսպես ասեմ, էլի, նախասկզբնական արարիչը, այն Գերագույն Աստծո անձնավորության այդ մարմնավորումը։ Նախասկզբնական արարիչը ինքը, երբ որ արարում է նյութական աշխարհը, վերջում իր պորտից դուրս է գալիս լոտոսի ծաղիկը։ Ամեն մի տիեզերքի մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է մարմնավորում։ Եվ այդ իր պորտի մեջից դուրս է գալիս լոտոսի ծաղիկը։ Մենք ձեզ հետ մի անգամ մի թեթև այս թեման քննարկել ենք, հա։ Մենք գիտենք, որ արիացիները իրենք պնդում են, որ կենդանի էակները իրենք ունեն չակրաներ, այսինքն էներգետիկ կենտրոններ։ Այդ էներգետիկ կենտրոնները իրենք պատասխան են տալիս կյանքի տարբեր ոլորտների համար, հա։ Եվ այդ տարբեր ոլորտները իրենք տեղադրված են այդ տարբեր կենտրոններում։ Եթե կենտրոնը, էներգետիկ կենտրոնը ինքը գտնվում է առողջ վիճակում, կենդանի էակը ինքը ունենում է ուրեմն այն սֆերայի համար, որտեղ որ գործում է այդ, որի համար որ պատասխանատու է այդ կենտրոնը, եթե կենտրոնը ինքը նորմալ վիճակում է գտնվում, ապա անձնավորությունը այդ դաշտում կյանքում լինում է հաջողակ։ Այդ կենտրոններն են, այսպես կոչված հանրահայտ չակրաները, չէ՞, որը իրականում շատ ավելի տարածված է, ես միշտ ասում եմ, որ ես շահագրգռված եմ, որպեսզի հայերը հասկանան եւ օգտակիրառեն 3 գունաների տեսությունը, չէ՞։ Եվ ասենք ինչքանով որ աշխարհին հիմա հայտնի է եւ պոպուլյար է կարմա եւ չակրա գաղափարները, ես կարծում եմ, որ 10 անգամ ավելի պիտի պոպուլյար լինի գունա գաղափարը, որովհետեւ իրականում դա արիացիների հասկացողությունն է, թե ինչպիսի օրինաչափությունների է ենթարկվում նյութական աշխարհը, հա։ Եվ ուրեմն, սիրելիներս, այստեղ մենք կարողանում ենք հասկանալ, որ կա այդպիսի մի ուրեմն կարևոր թեմա։ Չակրաները իրանք գլխավոր չակրաները, իրանք իրականում շատ են, բայց գլխավոր չակրաները ընդամենը 7-ն են։ Դա ուրեմն առաջի չակրան, որը ինքը գտնվում է ոտքերի արանքում, դա սեռական օրգանները չեն, հենց ոտքերի արանքի կետը, այսպես վերտիկալի էլի, այսպես անմիջապես այդ կետը, որտեղ ոչինչ չկա իրականում, դա առաջի չակրան է, ինքը պատասխանում է կենդանական վնասների համար։ Երկրորդ չակրան գտնվում է սեռական օրգանների վերևի մասում։ Ինքը պատասխանում է կենդանի էակի հմայքի համար, պատասխան է տալիս նրա սեքսուալ էներգիայի համար, անձնավորությունը ինքը կարող է հասարակության մեջ լինել հաջողակ ըստ արիացիների, եթե իր երկրորդ չակրան գտնվում է առողջ վիճակում։ Այդ չակրան նույնպես պատասխանում է որոշ տաղանդների համար, այսինքն բավականին ծավալուն է իրականում այդ մենք հիմա գլխավոր բաներն եմ ասում, որ չմտնենք էլի այդ չակրանների մեջ, հա։ Հետո գալիս է երրորդ չակրան, որը ինքը պատասխանում է բարեկեցության համար եւ իշխանության։ Այսինքն առաջի չակրան պատասխանում է գոյության համար,
Երկրորդ ճակրան ինքը պատասխանում է փառքի համար, եթե կարելի այդպես ասել, կարիերներ ռոստա, փառքի համար, երրորդը պատասխանում է իշխանության համար եւ բարեկեցության։ Չորրորդ էներգետիկ կենտրոնը, դա սրտի էներգետիկ կենտրոնն է, ինքը պատասխանում է զգացմունքայնության համար, սիրո համար, հա, ուրեմն 5-րդ ճակրան դա կոկորդի ճակրան է, ինքը պատասխանում է կոմունիկացիայի։ Այսինքն թե մարդը ինքը ինչքանով է իզորու օգտագործել խոսքը ճիշտ հարաբերություններ կառուցելու համար։ 6-րդ ճակրան դա հանրահայտ երրորդ աչքն է, հա, որը ինքը պատասխան է տալիս կենթանիակի ինտուիցիայի համար եւ մտքի սրության։ Եվ վերջի 7-րդ ճակրան ինքը գտնվում է գլխի վերևի մասում, հա, եւ ապահովում է աստվածային էներգիաների հետ կենթանի էակի կապը։ Հա, երբ որ ուրեմն այդ ճակրաներից մեկը ինքը վնասված է, ապա կենթանիակը ինքը անմիջապես խնդիրներ է ունենում համապատասխան ուրեմն այն թեմայի մեջ, որտեղ որ ճակրան ինքը վնասված է։ Ես մի անգամ արդեն ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է ստուգել, թե ասենք ճակրան ինքը լավ վիճակում է թե վատ։ Կներեք այս պահին կողքս ինչպես նայում եմ բանջելի չեմ հասկացել, չգիտեի որ պետք կգա մայրենիքս մոտս չի որ նորից ցույց տամ, եթե դա ձեզ հետաքրքիր է, ապա կոմենտների մեջ գրեք, որ դա ձեզ հետաքրքիր է, ես հաջորդ դասի ժամանակ դա ձեզ կցուցադրեմ։ Իրականում գոյություն ունի շատ հեշտ մեթոդ հասկանալու, թե ինչպիսի վիճակում են գտնվում ճակրաները, եւ գոյություն ունի բավականին հեշտ մեթոդ ճակրաները կարգի բերելու։ Եթե ուզում եք ճակրաների հետ աշխատել ավելի գիտակցված, ապա ես ուրեմն պատրաստել եմ հրահանգներ ապակին բանվեյկի եւ ճակրաների հետ կապված, որտեղ բանաձևը ինքը այդպիսին էր, որ սկզբում մենք ուղղակի բուժում ենք ճակրանները, հետո բան ենք անում, մաքրում ենք ճակրանները եւ այն թեմաները, որի համար ինքը պատասխանատու է, վերջում պաշտպանում ենք ճակրանները եւ ամենավերջում արտնացնում ենք այն որակները, որոնց համար պատասխան է տալիս տվյալ ճակրան։ Բավականին ծավալուն աշխատանք է, բավականին լուրջ աշխատանք է, նրանք ովքեր որ օգտագործել են այդ հրահանգները, ես դեռ ոչ մի անգամ թու աչքով չտամ, բացասական բան չեմ ստացել, ռեակցիա չեմ ստացել, հա։ Եվ ուրեմն սիրելիներս, ասեմ ձեզ, որ հիմա այստեղ արիացիները իրենք նկարագրում են, որ կենթանի էակը ինքը երբ որ գալիս է նյութական աշխարհ, ինքը նստած է այն լոտոսի վրա, որը աճում է Գերագույն Աստծո ազնվության պորտի ճակրայից։ Այսինքն բարեկեցության եւ իշխանության ճակրայից։ Սա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվությունը սնուցում է, հա, սնուցում է, որտեղ պորտի միջոցով կենթանիակը ինքը կապված է, չէ՞, մոր արքանդում։ Դրա միջոցով է սնունդ ստանում եւ ինքը սնուցում է հենց դրանով, թե ինչպիսի բարեկեցություն է ունենալու կենթանի էակը, հա, եւ տալիս է դրան իշխանություն նյութական աշխարհի վրա։ Հիմա Տեր Բրահման ինքը հայտնվեց այդ լոտոսի վրա, որը աճում է նրա պորտից։ Եվ ասենք հիմա կարողանում ենք հասկանալ ինչ-որ մի պահ, ճիշտ ասած, ես արդեն եկել եմ այն 100%-անի այն համոզմունքին, որ YouTube-ում տեղադրված ինֆորմացիայի 90%-ին չի կարելի վստահել, հատկապես երբ որ ձեզ ցույց են տալիս անձնավորություն, չեն տալիս իր անձնական խոսքերը, այլ վրա իր ինքը այնտեղ մտնում ինչ-որ բան է խոսում լուր եւ իր վրա ինչ-որ մեկը տեքստ է ասում։ Այդտեղ երբեք ոչ մի ճշմարտություն չկա այդպիսի ռոլիկներում, հա, ուրեմն բայց ինչևէ, ուրեմն հայտնվել էր այդպիսի բան տեսանյութ, չեմ կարող ասել
ինչքանով է դա ճշմարտության համապատասխանում, որ Միացյալ Նահանգներում ուրեմն համակարգչային հաշվարկների միջոցով փորձել են վերականգնել տիեզերքի ձևը, հա, եւ ստացել են լոտոսի ծաղիկ։ Ну միանգամից ճիշտը որ ասեմ, ես շփտացի, որովհետեւ դա տեսնում ենք, որ սա արիացիների գաղափարն է, չէ, բայց ну այստեղ սա մի քիչ այլ նշանակություն ունի։ Ուրեմն որտեղ խնդիրը, չէ՞, տեսեք, հիմա Բրահման, այսինքն կենդանի էակի բանականությունը, այդ կենդանի էակը իր եսակենտրոն արժեքային համակարգով հայտնվեց նյութական աշխարհում։ Հա, տեսեք, ինչքան մանրամասն են արիացիները դիտարկում, չէ՞։ Ուրեմն հայտնվեց նյութական աշխարհում։ Հիմա, որովհետև ինքը բանականություն է, իսկ բանականության գլխավոր ֆունկցիաներից են հասկանալը, չէ՞։ Մենք ասեցինք, բանականությունը ինքը ունի 5 ֆունկցիա. հիշողություն, հա, իսկ հիմա կենթանիակը ինքը հայտնվել է մի իրականության մեջ, որտեղ ինքը իրականում չի հիշում ինքը ով է։ Ինքը չի հիշում իր հոգևոր մարմինը։ Հասկանում եք։ Չի հիշում այդ բանը։ Ինքը այն հայտնվել է եւ ուզում է հասկանալ, թե ինքը ով է եւ այս տարածքը, որում ինքը հայտնվել է, ինքը այստեղ ինչ պիտի անի։ Եվ ինչպես ես արդեն ասեցի, հիմա կկրկնեմ նորից, հա, որ դա իրականում առաջի փորձն է կենդանիակի, երբ որ ինքը ծնունդ ունի, որովհետև մինչև դա ինքը հավերժ գոյություն է ունեցել հոգևոր աշխարհում։ Եվ որովհետև դա բանականությունն է, եւ բանականության ֆունկցիաներն են հիշել, հանգստանալ, հասկանալ, չհասկանալ եւ կասկածել, Տեր Բրահման հիմա փորձում է հասկանալ, թե ինքը ընդհանրապես ով է, ինչ պիտի անի եւ որտեղից է հայտնվել։ Նկարագրվում է, որ այդ ժամանակ, երբ որ ինքը այդ հարցով հետաքրքրվեց, ինքը այսպես կռանում է լոտոսի ծաղիկի վրայից եւ վերևից եւ նայում է եւ տեսնում է, որ լոտոսի ծաղիկը ինքը բաների ջրի մեջ է, այս ոնց դե պատկերացնում եք, չէ, որ արարչի մարմինը ինքը աղրենի մեծություն ունի, հա, եւ իր պորտի մեջ կա ջուր, որի մեջից աճում է այդ լոտոսը։ Բայց Բրահմայի համար դա աղրենի տարածքի ջուր է։ Հիմա, սիրելիներս, եւ ինքը տեսնում է, որ այդ ջրի մեջից դուրս է գալիս լոտոս եւ ինքը հայտնվել է այս լոտոսի վրա։ Եվ ուզում է հասկանալ, ինքը ով է եւ որտեղից է հայտնվել։ Հա, հիմա այդ լոտոսը, որի վրա ինքը նստած է, ինչ-որ ջրի մեջ է մտնում։ Ուրեմն բնականաբար ինքը ենթադրում է, որ ահա, ուրեմն ես ինչ-որ այս լոտոսը ես հայտնվել եմ, իսկ լոտոսի արմատը ինքը հիմա գտնվում է այս ջրի մեջ։ Ուրեմն ջրի մեջ է իմ հարցի պատասխանը, թե ես ով եմ։ Բրահման ինքը ցատկում է այդ ջրի մեջ եւ սկսում է այդ լոտոսի ցողունով, այսպես այդ ցողունով խորասուզվել, որպեսզի գտնի լոտոսի արմատը։ Բայց ինչքան ուզում է ինքը խորանա, այդ արմատը չի կարողանում գտնել։ Ինչ են ուզում ասել արիացիները։ Իրանք հիմա մեզ ասում են այն փաստը, որի հետ բոլոր մարդիկ իրենց կյանքում պրակտիկորեն ամեն օր գործ ունեն, բայց ուշադրություն չեն դարձնում։ Փաստացի այստեղ Բրահման ինքը խոսում է նրա մասին, որ ինչքան էլ ուզում է կենդանի էակը ինքը իր բանականության հիմքի վրա փորձեր կատարի հասկանալ, թե ինքը որտեղից է հայտնվել ընդհանրապես այս աշխարհում։ Նյութական բանականությունը ի վիճակի չի հասկանալ, թե ով եմ ես, որտեղից եմ ծնվել եւ ինչու համար։ Այդ հարցերի պատասխանը կարող է տալ
միայն գերագույն Աստծո անձնավորությունը, հոգևոր կամ ինչպես Բhagavad Gita-ն է ասում, տրանսցենդենտալ գիտելիքի միջոցով։ Հա? Եվ հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն Տեր Բրահման ինքը, բայց դեռ ինքը չի դադարել այդ փորձերը, որ հասկանա, թե ինքը որտեղից է։ Եվ սա կենդանի էակին բնորոշ իրավիճակ է։ Հա, եւ հանկարծ ինքը լսեց երկու վանկից կառուցված բառ։ Այստեղ այդ բառը չարտաբերվեց, բայց սասկիտ լեզվով այդ բառը ինքը հնչում է տապո։ Այսինքն տապասիա։ Ну, երևի թե ձեզ հիշացրեց հանրահայտ հնդկական սերիալի հերոսուհուն, հա։ Հիմա տեսեք այդ տապասիա կոչվածը, չէ, դա ճգնություններն են։ Այսինքն եւ մենք տեսակ, որ ինքը ուղակի ձայն լսեց։ Ինքը դեռ չի տեսել, թե ով իր հետ խոսեց։ Եվ այդ ձայնը, որը փաստացի առաջինն էր, որը հնչեց այս աշխարհում, չէ՞։ Բhagavad Gita-ում Տեր Կրիշնան, ես շատ եմ այդ տեքստը ցիտում, որովհետև դա իրականում կարևոր տեքստ է, որտեղ շատ կարևոր սկզբունք է հայտարարում։ Ինքը կասի, որ գործունեությունը ինքը բաղկացած է 5 ֆակտորից, հա։ Այնտեղ ֆակտորներից մեկը դա նա է, որ գործոններից մեկը կներեք, դա նա է, որ կենթանեակը թե ինքը ինչպիսի մարմին ունի, թե ինքը որպես կատարող ինչ որակ ունի, եւ ասենք ինչպիսի պայմաններում է գտնվում, հա, եւ վերջի երկուսը դա Տեր Կրիշնան ինքը կասի դա ճկրությունն է, այսինքն թե կենթանեակը ինքը ինչ ճիքեր է գործադրում իր նպատակներին հասնելու համար եւ իմ կամքը։ Ուրեմն, տեսեք, մենք միանգամից ստանում ենք, որ հիմա կենթանեակը ինքը ստացավ նյութական բանականություն։ Բանականություն, որը արժևորում է միայն իր սեփական երջանկությունը։ Երբ որ ինքը հայտնվեց նյութական աշխարհում, այդ բանականությունը ինքը չկարողացավ հասկանալ, թե ինքը որտեղից է ծնվել եւ ինչի համար։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը երկրորդ ձեռքը մեկնեց կենթանի էակին։ Առաջին ձեռքը ինքը մեկնել էր, երբ որ ստեղծեց նյութական տարածքը, երբ որ հայտնվեցին մոլորակները եւ այլն, հա։ Երկրորդ ձեռքը ինքը մեկնեց, հիմա երբ որ հայտնվեց առաջի կենթանի էակը այդ երկում, այսինքն նյութական բանականությունը, հա։ Եվ հիմա այդ բանականությունը ուզում է հասկանալ ինքը այս աշխարհում ինչ պիտի անի։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը այդ ժամանակ մեկնում է օգնության երկրորդ ձեռքը։ Ինքը ասում է ճգնություն։ Եվ մենք տեսանք, որ Շուկադևը Գոսվամին ինքը ասեց, որ երբ որ այդ բառը ինքը հնչեց, Տեր Բրահման ինքը անմիջապես դուրս եկավ ջրից, բարձրացավ, նստեց իր լոտոսի վրա եւ սկսեց համաձայն այդ ձայնի ճգնություն կատարել։ Ինչ է նշանակում ճգնություն։ Դա նշանակում է, որ անձնավորությունը ինքը ինչ որ մի պահ իր չի բավարարում իր ոչ մի զգայարանները, այսինքն ոչ աչքերին է թույլ տալիս նայել նյութական աշխարհին եւ դրա պատճառով միտքը ձևավորի նյութական ցանկություններ, հա։ Ոչ ականջներին է ազատություն տալիս եւ թույլ տալիս, որպեսզի ինչ-որ բաներ, ինչ-որ տեղեկություններ լսի, մասնակցի ինչ-որ խոսակցությունների, որի հետևանքով նույնպես միտքը ինքը ձևավորում է նյութական ցանկություններ, հա։ Այսինքն ինքը այսպես գնում է միտեղ նստում, ոչ մի զգայարանը չի բավարարում, հաց չի ուտում, քիչ է քնում, եթե քնում է, չգիտեմ, ջուր է խմում, այսինքն ինչ որ ճգնություններ է կատարում, որն է այդ ճգնությունների իմաստը։
Այստեղ նկարագրվեց, որ Բրահման ինքը ման էր գալիս, թե ինքը որտեղից է առաջացել եւ ինչու համար։ Աստված իրեն ասեց ճգնություն արա։ Այսինքն ոչ մի բան չանես, նստի ու մտածի։ Հա, հիմա զգայարաններդ բավարարելու ժամանակը չի։ Նստի եւ մտածի այդ հարցերի շուրջ։ Եվ երբ որ դու այդ վիճակի մեջ կգաս, որ դու ոչ մի գործողություն չես կատարում, զգայարանները չես բավարարում, հա, եւ մտածում ես, ինչ որ այդ ինչ անեմ ես, այ օրինակ։ Այդ ժամանակ այդ հասկացողությունը ինքը անպայման կգա։ Այստեղ սա պիտի ասենք էլի, որ այս պահին Բրահման ինքը ոչ մի գիրք չունի։ Ինքը չունի ոչ մի ուսուցիչ։ Իր ուսուցիչը եղավ Աստված, որը իրեն ասեց ճգնություն։ Եվ Տեր Բրահման ինքը նստեց եւ սկսեց մտածել։ Այսինքն արիացիները մեզ այս սա են հիմա հուշում, որ նյութական աշխարհում գործելուց առաջ, եթե դու ուզում ես իմանաս քո նախասահմանումը, դու պետք է խորասուզվես քո մեջ եւ մտածես։ Հետագայում, երբ որ արդեն նյութական կներեք, որպես երկրորդական արարիչ, Տեր Բրահման ինքը նյութական աշխարհը կլցնի կենդանի էակներով, հա, այլ որ ինքը դա կանի, կհայտնվեն վեդաները, եւ այդ վեդաները իրան կտեղափոխի հենց ինքը գերագույն աստվածնավորությունը, քիչ անց մենք դա կտեսնենք։ Բայց հիմա Տեր Բրահման ինքը մենակ է, ինքը չունի ուսուցիչ։ Տեսեք, հետագայում, երբ որ արդեն բազմազանությունն ինքը կարտահայտվի, տիեզերքում տարբեր մոլորակների վրա տարբեր քաղաքակրթություններ կձևավորվեն, տարբեր կենդանիակներ կապրեն, ոչ միայն մարդկային ձևը կա այս տիեզերքում, լիքը ուրիշ մարմինների մեջ ապրող կենդանիակներ կան, հա? Կներեք, էլի ձայնալարերս չորանում են։ Եվ այդ ամեն ինչը, չէ, երբ որ տեղի է ունենում, այդ ժամանակ արդեն գոյություն ունի աշակերտական հաջորդականությունը։ Իսկ հիմա խոսքը գնում է կենդանի էակի առաջի ծնունդի մասին նյութական աշխարհում։ Հա, եւ տեսեք, Շուկադեվը Գոսվամին ինքը ասեց առաջի ուսուցիչը։ Չէ՞։ Այդպես հնչեց, չէ՞։ Եվ Տեր Բրահման տիեզերքի առաջին հոգևոր ուսուցիչը եւ այս տիեզերքի ղեկավարը։ Այսինքն կա երկու իրավիճակ։ Տեսեք, հենց որ ինքը դարձավ ուսուցիչ, չէ՞, արդեն իրանից հետո երկրորդ եկող կենդանի էակը ինքը կախված է նրանից, թե ինչ գիտի իր ուսուցիչը։ Այսինքն ինքը հնարավորություն ունի ընդունել ուսուցիչ։ Հասկանում եք, հա, սիրելիներս։ Եվ այդ հնարավորությունը ահագին թեթևացնում է, բայց երբ որ առաջինն է, չէ՞, ուրեմն մենք ստանում ենք այդպես։ Հիմա, երբ որ մարդը ինքը մենակ է, սա է ձևը։ Երբ որ դեռ ոչ մի գիտություն չկա, ազնվորությունը ինքը պետք է մտնի այդ շատ լուրջ մտորումների process-ի մեջ։ Երբ որ ինքը կոպիտ ասած ոչ ուտում է, ոչ խմում, ոչ քնում եւ մտածում է դրա շուրջ, թե ինչի համար եմ ես ծնվել, որտեղից եւ ինչի համար։
Մենք ձեզ հետ բազմիցս խոսել ենք, վաղուց արդեն չեմ հիշեցրել։ Հիմա ստիպված եմ լինելու հիշեցնել։ Շատ մարդիկ իրան կհակաճառեն, կասեն բոլորիս էլ իմաստը պարզ է։ Մարդը պետք է կերակուր հայթայթի իր համար։ Պետք է կարողանա ապահովի իր հանգիստն ու անվտանգությունը եւ բազմանա եւ երեխաներ մեծացնի։ Վերջ։ Այդ ընթացքում, եթե հնարավոր է, վայելի արվեստը եւ գիտության ուրեմն հնարավորությունները, ցանկելով կյանքը իր համար հարմարավետ։ Սա է գոյության իմաստը։ Չէ՞։ Հիմա տեսեք, մարդիկ կան, որ իրանք ասում են ոչ, չէ՞ որ մարդուն բանականություն է տրված։ Իսկ բանականությունը հարցեր տալու եւ հասկանալու համար է նախատեսված։ Իսկ այդ հարցերից ամենակարևորը դա նա է, որտեղից է առաջացել կյանքը։ Եվ որն է դրա իմաստը։ Կան մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրում են այդ հարցի շուրջ մտածելու վրա, չէ՞։ Եվ օրինակ նյութապաշտ կամ առաջի չակրայի վրա հենված ազնվորությունները իրենք այդպիսի մարդկանց անվանում են անիմաստ կյանք ապրող եւ ասում են, որ լսի դու ինչի համար ես ծնվել։ Դու միշտ մտածում ես, թե ինչի համար ես ծնվել, գալիս է մահանալու ժամանակը։ Դու ընդհանրապես չապրեցիր, որն էր քո գոյության իմաստը։ Բայց եթե դուք հարցնեք իրան մտածողին, ինքը կասի, որ 100 անգամ էլ ծնվեր, ինքը իր կյանքը այդպես կանցկացներ։ Մտորումների մեջ։ Եվ իրան ընդհանրապես չի հետաքրքրի նյութական աշխարհի ոչ մի տեսակի վայելքը։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Ուրեմն կա այս մեթոդը, երբ որ ազնվորությունը ինքը ոչ մի ուսուցչի հնարավորություն չունի, ոչ մի գիտություն չի կարող վերցնի, որը իրան կաջակցեր, որպեսզի ինքը հասկանար, թե ինքը որտեղից է, ով է, ինչի համար է ծնվել եւ ինչ պիտի անի, այսինքն որն է իր նախասահմանումը։ Հիմա մարդկանց այդ հարցը շատ է, չէ՞, հետաքրքրում։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ձևը կարող է լինել դա, որ ազնվորությունը ինքը մտնում է ճգնությունների մեջ, խորասուզվում է մտորումների մեջ, հա, եւ ինչ է ինքը այդտեղ փնտրում։ Այսինքն ինչի Աստված ասեց գնա ճգնություն արա։ Ինքը ասեց դրսում ման մի արի ճշմարտությունը։ Ճշմարտությունը ինքը քո ներսում է։ Խորացիր ինքդ քո մեջ եւ հասկացիր ինչ ես ուզում։ Այև որ դու ունենաս այդ հարցի պատասխանը, թե դու ինքդ ինչին ես ուզում նվիրել քո գոյությունը, պլանավորի այդ նպատակի իրականացումը եւ սկսի գործել։ Հասկանում եք։ Սա էր փաստացի Գերագույն Աստծո ազնվորության եւ Բրահմայի միջև տեղի ունեցող այս էպիզոդը։ Երբ որ Աստված իր հնչեցրեց այդ խոսքը, տապո գնա եւ կատարի ճգնություններ։ Հիմա, երբ որ Տեր Բրահման ինքը կատարեց, եւ առաջի տեքստը ինքը մատնանշեց, չէ՞։ Ինչի շուրջ պետք է մտածել, որտեւ ասեց, որ երբ որ ինքը փորձում էր բան անել, չէ՞, եւ ինքը խորում էր նրա մասին, թե ինչպես սկսել նյութական աշխարհի արարումը, այսինքն ես հայտնվեցի նյութական աշխարհում։ Ես ինչ եմ անելու այս աշխարհում։ Ես դա պիտի հասկանամ։ Հա, հիմա ասվեց, որ երբ որ ազնվորությունը ինքը այդ իմաստը ման է գալիս դրսում, ինքը այդ թե ինքը ինչ է անելու այս աշխարհում,
իրան թելադրում են ուրիշները։ Եվ ինքը իր ամբողջ կյանքում լինում է ուրիշների կամք կատարող։ Իսկ Տեր Աստված ասեց, դա քո անձնական ընտրությունը պիտի լինի։ Խորասուզվի ինքդ քո մեջ եւ տուր այդ պատասխանի հարցը, ինչ ես ուզում անել, ստեղծագործական գործունեությունը, չէ՞։ Ընտրի ճիշտ ընտրություն։ Հիմա հաջորդը Երբ որ արդեն ընտրեցի, հասկացա, թե ինչ եմ ուզում ստեղծագործել այս աշխարհում։ Բարի թե չարիք, չէ՞։ Պետք է մտածեմ նրա մասին, թե ինչ ձևերով պետք է իրականացնեմ այդ ամենը։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստվածավորությունը ինքը ասեց դրսում դա մի մանարի։ Գնա եւ ճգնավորի վիճակի մեջ մտի, այսինքն ինքը ինչ ասեց, ցանկացած կյանքի ցիկլում, եթե արդեն վերում ենք հայաթե, մեզ ենք հասնում, ոչ թե առաջի ծնունդը, հա, ցանկացած իրավիճակի մեջ, կենթանիակը գործելուց առաջ, այսինքն նյութական աշխարհը շարժելուց առաջ, պիտի մնա մենակ։ Պիտի մնա մենակ, պիտի հասկանա ինքը ինչով է ուզում։ Ինչով է ուզում դուրս գալ այս աշխարհ, հա? Եվ ինչպես պիտի իրականացնի այն, ինչ որ ինքը ուզում է այս աշխարհում անել։ Հիմա Տեր Բրահմայի առաջ դրված էր առաջագործությունը, այսինքն այնչով, ինչ ֆորմաներով, որտեղ ինքը տիեզերքը կար, հիմա ինչ ֆորմաներով պիտի լցվի այս աշխարհը, չէ՞։ Ուրեմն լսելով այդ ձայնը, նա սկսեց շուրջը նայել, փորձելով գտնել դրա աղբյուրը, բայց բացի իրենից ոչ ոքի չգտնելով, լավագույնը համարեց լոտոսի նստատեղի վրա նորից իր տեղը զբաղեցնել եւ հետևելով ստացած հրահանգներին, իր բոլոր մտքերը կենտրոնացրեց ճգնություն կատարելու վրա, չէ՞։ Այն էր, ինչ որ Տեր Բրահման ինքը արեց։ Տեր Բրահման կիսաստվածների օրացույցով 1000 տարվա ընթացքում ճգնություններով էր զբաղված։ Նա լսեց երկնքից հնչած տրանսցենդենտալ ձայն, այն ընդունեց որպես աստվածային եւ հնազանդվելով այդ ձայնին, կառավարեց իր միտքն ու զգայարանները։ Նրա կատարած ճգնությունները դաս են բոլոր կենդանի էակների համար։ Այդպիսով նա ճգնավորից մեծագույնի համբավ ձեռք բերեց։ Բրահմայի կատարած ճգնությունը մեծ բավականություն պատճառեց Տիրոջ ազնվորությանը։ Ուստի Տերը նրան ցույց տվեց իր բնակավայրը, Վայկունթան, մոլորակներից բարձրագույնը։ Տիրոջ այս տրանսցենդենտալ բնակավայրին երկրպագում են բոլոր նրանք, ովքեր գիտակցել են իրենց եւ ազատվել են պատրանքային գոյության տառապանքներից եւ վախերից։ Ուրեմն, ինչ ստացանք։ Այդ կենդանի էակը ինքը ձեռք բերեց նյութական բանականություն, երբ որ ինքը հայտնվում է նյութական աշխարհում, ինքը այդքան էլ լավ չի կարողանում գիտակցել, թե ինքը ինչ պիտի անի ընդհանրապես։ Իրականում որտեղից է հայտնվել, չէ, տեխնիկապես ինքը կարող է եւ գիտի, թե որտեղից է հայտնվել, հա, բայց իրականում չգիտի, թե վերջնականում որտեղից է հայտնվել կյանքը։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը, ասենք, տեսեք, փորձում է բանականությունը հետազոտող է, չէ, երբ որ ինքը կփորձի հետազոտել նյութական աշխարհը, Տեր Աստված ասում է՝ դու վերջը չես գտնի։ Եվ ինչքան էլ հետազոտես, կտեսնես, որ էլի չգտար այդ հարցի պատասխանը։
դու Տեր Բրահման ինքը ասում էր բնականության միջոցով կարելի է ամբողջ տիեզերքի ամեն մի փոշու հատիկը վերջնականում հաշվել, բայց հասկանալ հոգևոր ճշմարտություններ նյութական բանականությունով հնարավոր չի։ Հասկանում եք, եւ տեսեք հիմա, այ ինչի մասին է խոսում Աստված։ Աստված խոսում է նրա մասին, որ եթե դու անկեղծ ես, չէ՞, որտեղ ինչ է շակում գրածքնություն արա, գնա անկեղծ մտածի, թե քեզ իրականում ինչ է հետաքրքիր։ Չէ՞, եւ մենք տեսնում ենք, որ այն ինչը որ Աստված ցույց տվեց Տեր Բրահմային, դա այն էր, ինչ որ Տեր Բրահման ման էր գալիս։ Հիմա մեր Տեր Բրահման, այսինքն ամեն անգամ, երբ որ տիեզերքը ինքը քանդվում է, հետո նորից արարվում, հա, այդ ամեն արարելու հետ միասին առաջանում է նոր Տեր Բրահմա, այսինքն այդ դիրքի համար նախատեսվում է մի ուրիշ կենդանի էակ, որը ինքը այդ պահին համապատասխանում է նրան, որ լինի այդ տիեզերքի գլխավոր բանականության մարմնավորումը, հա։ Այն երկրորդական արարիչը կամ Տեր Բրահման, որը հիմա մերն է, հիմա եւ որը ղեկավարում է նյութական աշխարհը, ինքը նվիրալ է։ Այսինքն ինքը Աստծո ծառա է։ Իրականում կան Տեր Բրահմաններ, որոնք իրանք ուրիշ երևույթներ են, մենք դա ժամանակին կքննարկենք, հիմա չեմ ուզում ձեզ խառնեմ, էլի։ Ուրեմն մեր Բրահման այն անով, որ հիմա է երկրորդական արարիչը, հա, ինքը Աստծո ծառան է։ Բայց մենք ձեզ հետ շատ խոսել ենք նրա մասին, որ արիացիները իրենք ասում են, որ գերագույն ազնվորությունը, ինչպես եւ ցանկացած ազնվորություն, բաղկացած է երկու պոտենցիայից՝ հզորությունից ու մայքից։ Չէ՞։ Հիմա այդ երկու պոտենցիան, հզորությունը կամ հմայքը, չէ՞, իրանք հոգևոր աշխարհը դարձնում են կառուցվածքային տեսանկյունից այնպիսին, որ նրանք ովքեր ավելի շատ կապված են Գերագույն Աստծո ազնվորության հզորությանը, իրանք ապրում են, պատկերավոր ասած, հոգևոր աշխարհի այդ ամենատակի ռեգիոնում։ Օրինակ ոնց որ նյութական աշխարհում ամենատակի ռեգիոնը դա դժոխքն է, չէ՞։ Հոգևոր աշխարհում ամենատակի ռեգիոնը դա այն ռեգիոնն է, որտեղ արտահայտված է Գերագույն Աստծո ազնվորության հզորությունը։ Եվ Տեր Բրահման ինքը այդ տեղի բնակիչ է, այսինքն ինքը իր հոգևոր մարմնով ինքը վայկունթայի ապրող է։ Այդ մասը կոչվում է վայկունթը, վայր որտեղ չկա տառապանք։ Հա, եւ այդտեղ ապրում են բոլոր նրանք, ովքեր որ հիմա, հենց որ մենք ասում ենք, ինքը կապված է Գերագույն Աստծո ազնվորության հզորության ասպեկտին, դա անմիջապես նշանակում է, որ ինքը այն ազնվորությունն է, որը գտնվում է Գերագույն Աստծո ազնվորության հետ կամ նեյտրալ հարաբերությունների մեջ, կամ ծառայողական։ Ուրիշ ոչ մի տրամադրություն չեն կարող ունենալ այն կենդանեակները, որոնք իրենք կապված են Աստծո զորությանը։ Բացի նեյտրալ կամ ծառա։ Ծառա նշանակում է իր կամքը կատարող։ Որտեղ ծառան դա նա է, ով որ ուրիշի կամքն է կատարում։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, երբ որ ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը Բրահմային ասեց գնա կենտրոնացի, տապասյա ասկեզը արա, ճգնություններ գործի, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ Տեր Բրահման ինքը գնաց եւ որոշեց, որ ինքը հենց այդպես էլ անելու է։ Ինքը ինչ արեց։ Ինքը անկեղծորեն, այսա հոգևոր կյանքում ամենակարևոր բառն է։ Ինքը անկեղծորեն նստեց եւ սկսեց մտածել։ Ինքը կենտրոնացավ եւ սկսեց իր մեջ փնտրել, այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ասես դու նայում ես, որ այս ծաղիկը ինքը ինչ-որ տեղագնում մանես գալի արմատը, մի մանարի, որովհետև այդ արմատը
բանը դրսում չի, այն ինչ դու փնտրում ես, ինքը քո մեջ է։ Այդ քո մեջ է այն պատճառը, որով դու հայտնվել ես այստեղ։ Չէ՞։ Եվ որովհետև ինքը այդ մտորումների մեջ մտնելուց շատ երկու բան, ոչ մի անգամ իրան թույլ չի տվել, որ շեղվի այդ մտորումներից դեպի արտաքին աշխարհ, հա։ Եվ ինքը իր մեջ անկեղծ է եղել այն նրանում, թե ինքը ինչ է փորձում հիմա հասկանալ, դեպի ուր է ուզում շարժվել, էլի։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Ուրեմն, այս ամեն ինչի հետ միասին Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մնաց բավարարված։ Ինչով։ Ինքը ոչ էր բավարարվում դրանով, որ Տեր Բրահման ինքը ծարավ է, այև ինքը մտածում, այս ինչ հավես է, որ ինքը ծարավ տանջվում է, կամ սոված տանջվում է։ Ոչ, ինքը դա մեջ իրան չի կարող, չէ, հետաքրքրել։ Ինքը բավարարված էր այն անկեղծությամբ, որով Տեր Բրահման խորասուզվեց այդ խնդրի մեջ։ Եվ հիմա տեսեք, Շուկադևը Գոսվամին ասում է, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը մնաց բավարարված Տեր Բրահմայով, ինքը ինչ արեց առաջի հերթին, իրան ցույց տվեց վայրկության։ Այսինքն ինչը, ինքը իրան միանգամից ցույց տվեց, թե ինքը որտեղից է, այնտեղ ինչ դիրք ունի։ Որտեղ վայրկության, այդ Տեր Բրահման ինքը Աստծո այդ հզորության ասպեկտի, ուրեմն վայրերում ապրող կենդանի էակ է։ Եվ այստեղ խոսացվեց նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց տվեց իրան վայրկունթաները, այսինքն այն աշխարհը, որից որ ինքն է։ Հասկանում եք, հիմա տեսեք, երբ որ կենդանի էակին տրվում է այդ տեսողությունը, թե ինքը հոգևոր աշխարհում ով է, ինչ է, որտեղից է, չէ՞, ինքը պարս, այսպես պարս գիտակցում է, թե ինքը ինչու համար է հայտնվել նյութական աշխարհում։ Հասկանում եք ինչի համար, որովհետև ինքը տեսնում է, այդ պահին ինքը տեսնում է այն էպիզոդը, պատկերավոր ասած, իր խնձորի պատմությունը։ Ինքը տեսնում է այն էպիզոդը, որը իրան բերել է նյութական աշխարհ։ Հիմա այս թեման այս պահին ես չեմ քննարկի, որովհետև մի քիչ հետո մենք այդ թեմայի պատասխանը կստանանք, չէ՞։ Բայց այստեղ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք այս ընթացքը բանանենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհում կենդանի էակներին խորհուրդ է տալիս, ինչ որ մի բան անելուց առաջ մտածել եւ գալ այդ պարզ հասկացողության, թե ես ով եմ, ինչի համար եմ ծնվել, ինչ է ինձ տրված, ինչ է ինձ տրված չի, այսինքն ես ինձ ինչ կարող եմ թույլ տալ, իսկ ինչ չեմ կարող թույլ տալ։ Եվ ինչ պիտի անեմ, որպեսզի լինեմ հաջողակ իմ կյանքի մեջ։ Հասկանում եք, այս ամենը իրանք շատ կարևոր հարցեր են։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը Գերագույն Աստծո ազնվորության կողմից, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը գոհ մնաց իրանից, ինքը առաջի բանը, որ ցույց տվեց, դա նա էր, թե Տեր Բրահման ինքը որտեղից էր։ Եվ այստեղ Տեր Բրահման ինքը պարզ տեսավ իր գոյության արմատը։ Հասկանում եք։ Եվ խոսվեց դրա մասին, որ ինքը ճգնություններ էր կատարում կիսաստվածների օրացույցով 1000 տարի։ Եվ այստեղ մենք նորից հանդիպում ենք այդ երևույթի հետ, որ արիացիները իրենք քաջ տեղյակ էին ընդհանրապես նրանից, որ տիեզերքում տարբեր բոլորակներում գործում է տարբեր ժամանակ։ Եվ այդ, որ գործում է տարբեր ժամանակ,
Դա խոսում է դրա մասին, որ տարբեր են մոլորակների չափերը։ Չէ՞։ Ինչքան մոլորակը ինքը ավելի մեծ է եւ ավելի ծանր, այդքան ինքը ավելի դանդաղ է պտտվում։ Հա։ Եվ այն ընթացքը, որտեղ այդպիսի մոլորակի վրա անցնում է օրինակ 10 օր, կներեք, մի օր միջին մոլորակի վրա այդ ընթացքում անցնում է օրինակ 10 օր։ Եվ այստեղ հիմա արիացիները իրենք ասում են դրախտային կիսաստվածների մոլորակների ժամանակով ինքը 1000 տարի ճգնություն կատարեց։ Հա, իրականում այդ այսինքն մեր մոլորակի համար դա շատ մեծ թիվ է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք այդքան երկար ինքը նստեց եւ ճգնություններ կատարեց, բայց իր կյանքի համար, չէ՞, այդ 1000 տարին ինքը, ոնց ասեմ, կարելի ասել 5 րոպե էլ չէր։ Հասկանում եք, բայց ինքը շատ լուրջ խորասուզվեց, որտեղ ինքը ամբողջ եզերքի բանականության մարմնավորումն էր։ Եվ դա նշանակում է, որ ինքը բացարձակ այլ հնարավորություններ ուներ։ Հասկանում եք, այլ հնարավորությունների տեր էր, որպես բան էլի, հասկացողություն զարգացնելու ազնվորություն, չէ՞։ Եվ ուրեմն առաջինը դա էր, որ ժամանակի հետ կապված, մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք շատ գրագետ են, հա։ Նա լսեց այդ հնչյաստրասենցենտալ ձայնը, ընդունեց որպես աստվածային եւ հնազանդվելով այդ ձայնին, կառավարեց իր միտքն ու զգայարանները։ Ինչպես իմանալ։ Այ ինքը լսեց մի հատ ձայն, չէ՞։ Մենք քրիստոնեության մեջ նույնպես այդպիսի պատմություն ունենք, ճիշտ ասած մուսուլմանների բանի հետ այդքան ծանոթ չեմ, իրանց, ասենք, տրադիցիաներով թե իրանք իրար մեջ ինչեր են խոսում, ինչ ունեն, ինչ չունեն, հա, բայց ասենք մենք ունենք այդպիսի միջադեպ հին կտակարանում հրեաների դիցաբանության մեջ, որտեղ իրենք խոսում են նրա մասին, որ Մովսեսը, չէ, ինքը նույնպես ձայն լսեց վառվող ծառի մեջ եւ մտածեց, որ դա Աստծուց էր։ Ինչպես ենք իմանում, որովհետեւ իրականում կան ոգիներ, որոնք իրենք խոսում են մարդկանց հետ եւ շատ լուրջ ինֆորմացիաներ կարող են տան։ Եթե դուք նայում եք էքստրասենսերի բաները, պատերազմները, հա, բախումները, ապա դուք այնտեղ կարող եք շատ հաճախ տեսնել էքստրասենսերի, որոնք իրենք խոսում են մահացածների հոգիների հետ, չէ՞։ Եվ դա նույնպես ձայն է։ Հա, այսինքն ընդհանրապես ասվում է, կներեք, որ կա պայծառատեսություն, պայծառալսություն եւ պայծառագիտություն, հա, որտեղ մարդը պայծառագիտությունը դա նշանակում է մարդը կոպիտ ասած նստած տեղը ինչ-որ մի բանը գիտի, որ սա այսպես է եւ վերջ։ Հա, կա որ ձայն է լսում։ Եվ այդ ձայնը, որտեղ ինքը գերբնական է, չէ՞, ասենք դու ոգուն չես տեսնում օրինակի համար, բայց ձայնը լսում ես։ Շատ հանգիստ կարելի է, չէ՞, շփոթել, ասել սա աստվածային ձայն է։ Ուրեմն, ցանկացած իրավիճակ, որտեղ կենդանի էակը ինքը չի ցուցաբերել զգայարանների զսպվածության ներքո ճգնություններ անելու process, ինչ ձայն էլ ուզում է ինքը լսի, այդ ձայնը Աստծո հետ կապ չունի։ Եթե մարդը ինքը ապրում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, նրա հետ ոգիներից բացի ուրիշ ոչ մեկ չի կարող խոսել։ Ոչ Աստված, ոչ հրեշտակներ, ոչ էլ սրբեր։ Կներեք, բայց այստեղ համենատեպս ըստարյացիների սև ու սպիտակ է։ Եվ եթե մենք մի քիչ մեր տրամաբանությունը օգտագործենք, մենք կտեսնենք, որ դրա մեջ
կարող է ճշմարտություն լինել։ Երբ որ ասվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շփվում է այսպիսի դեպքերի հետ։ Երբ որ անձնավորությունը ինքը փակեց իր ազգայարանները բավարարելու բոլոր հնարավորությունները, նստեց եւ սկսեց ճգնություն անել։ Այսինքն բացարձակ մաքուր վիճակի մեջ հայտնվեց։ Ոչ մի կոնտակտ չունի արտաքին աշխարհի հետ եւ խորասուզված է մեդիտացիայի մեջ, կենտրոնացման մեջ, ինչ-որ մի բան հասկանալու։ Այդտեղ, երբ որ իր հետ ինչ-որ մեկը խոսում է, դա հաստատ լինում է բարձրից։ Դա կարող է լինել շատ բարձր կիսաստվածներ, կարող է լինել հենց ինքը Աստված, կարող է լինել հրեշտակներ, եսի միջ, վերևից։ Բայց եթե մարդը ինքը սովորական, քրիստոնեական լեզվով ասած, մեղքերի մեջ թաղված մարդ է եւ ինչ-որ ձայն է լսում, այդ ձայնը ինքը գալիս է միայն, այսինքն միանշանակ, միայն կամ մահացածների պանթեոնից կամ ներքևների։ Չերտի, բեսի, դուխի, պրիզրկի, այդ դրանք են։ Էնպես չի, որ իրանք չեն կարող տեղեկատվություն տան։ Կարող են տեղեկատվություն տան, կարող են ինչ-որ գործողություններ անեն մարդու համար։ Հասկանում եք, եւ ես դա է, որ մարդու շփոթության մեջ են գցում, թեկուզ ոնց ասեմ, էլի։ Ախր չգիտեմ ոնց ասեմ, էլի, այնքան թշնամանք կա, որ չես իմանում ոնց ասես, չէ՞։ Ինքը գիտեք ոնց է, էլի, իրականում ամեն մարդ ինքը իր մեջ, սենց ասեմ, էլի, ասեմ ոնց կա, էլի։ Ամեն մարդ ինքը իր մեջ գիտի թե ինքը ում հետ է կապված։ Թե ինքը որտեղից է վերցնում իր ուժը, ով է իրականացնում իր ցանկությունները։ Մեկ չէ, մարդը ինքը գիտի, չէ, որ օրինակի համար ասենք սրիկա ցանկություններ ունի։ Ինչ որ մեկին տառապանք պատճառելու, խորամանկորեն իր կյանքս խոսկելու, այդտեղ ինչ-որ այլանդակություններ անելու, դուրս գալու, չէ՞։ Այդ ամեն ինչը մարդը ինքը չգիտի, որ ինքը սրիկ է, ամեն մարդ էլ գիտի, չէ՞, ինքը լավ բան է անում, թե վատ է անում։ Եվ ամեն մեկը պիտի գիտակցի։ Չէ, ոչ թե գիտակցի, ինքը դա շատ լավ գիտի։ Ինքը շատ լավ գիտի, որ իրան հովանավորողը Աստված չի։ Բայց դա ում է հետաքրքրում։ Էն էլ Աստվածամերժության դարաշրջանում։ Ոչ մեկին, բոլորին հետաքրքրում է միայն հնարավորությունները։ Իսկ թե այդ հնարավորությունները Աստծուց են գալիս թե սատանայից, դա ոչ մեկին հետաքրքիր չի։ Հասկանում եք։ Բայց մենք պիտի հասկանանք, որ այ ոնց Բրահման ինքը ոնց հասկացավ, որ դա հենց այն ձայնն է, որին ինքը պիտի հետևի։ Որովհետև այդ ձայնը իրան ինչ-որ մի հատ մաքուր բան առաջարկեց։ Հասկանում եք, ինքը ասեց գնա, ճգնություն կատարի։ Ճգնությունը դա բոլոր դեպքերում շատ ուժեղ մաքրագործող process-ներ են։ Այսինքն ինքը իրան մաքրություն պահանջեց իրանից եւ հետո պատասխանեց։ Բավարարված լինելով, թե ինչ կարգի Բրահման ինքը անցավ ինքնաղեկավարման եւ իրան ընդհանրապես թույլ չտվեց ոչ մի քայլ անել։ Սա առնվազը առաքինության գոյավիճակի մեջ գործողություններ էին, եւ թե ինչ տեղի ունեցավ արդեն Գերագույն Աստծո անձնավորության եւ Տեր Բրահմայի միջեւ, մենք ցես հետ կքննարկենք վաղը, բայց որ այս պահին հիմա այսօր մենք պետք է հասկանանք դա, որ կենդանիակը ինքը պետք է պարտադիր գործելուց առաջ ճգնություններ կատարի, այսինքն ընդհանրապես ոչ մի բան չանի եւ նստի մտածի, բազմակողմանի մտածի այն ամենի շուրջ, ինչը ինքը հիմա պատրաստվում է անել։ Այդ պարագայում Գերագույն Աստծո անձնավորությունը անպայման կենդանիակին ներքինից կտա այդ երկու հասկացողությունը։ Արժի դա անել թե ոչ, եւ եթե արժի, ինչ ձևերով։ Եվ եթե ձևերը իրանք լինեն վատը, իրանց մեջ ուրիշ կենդանիակների տառապանք պարունակող, մենք միանգամից պիտի հասկանանք, որ խորհուրդները մեզ տալիս էր սատանան կամ նրա ծառաները։ Եվ եթե մենք համաձայն չենք այդ ամեն ինչի մասնակիցը լինենք, ապա հրաժարվում ենք
իրենց առաջարկից։ Հասկանում եք, բայց դա դեռ չի նշանակում, որ եթե մենք հրաժարվենք սատանայի առաջարկից, անմիջապես կստանանք Աստծո առաջարկը։ Աստված էլ ունի իր պահանջները։ Եվ մինչև մենք դրանք չկատարենք, այսպես բրահման չի, ասեցի դա ընդունեց որպես աստվածային ձայն, ենթարկվեց դրան եւ գնաց ճգնություններ կատարելու։ Սա է ճանապարհը ճիշտ հասկանալու, թե ես ինչ պիտի անեմ ու ինչպես։ Եվ այսօր այսքանը։